Այո, սպառնում եմ ըստ էության։ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ոչ միայն իր քաղաքական հակառակորդներին, այլև թիմակիցներին, քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարով։ Ընտրություններից հետո նա կարծես յուրատեսակ լյուստրացիա է անում, թե իր թիմից ով իրեն ինչպես է դրսևորել նախընտրական քարոզարշավի օրերին, ով է ինքնամոռաց սրտիկներ արել, ով գլուխ պահել, ով ազնվիրաբար ընդօրինակել ղեկավարի քարոզարշավային հնարքները, ով ձեռքի հետ, հենց այնպես։ Ու ամենակարևորը, ով է կարողացել իրեն վստահված տարածքում շատ ձայներ ապահովել քաղաքացիական պայմանագրի համար։ Իհարկե բացառություններ կան։ Ալեն Սիմոնյանը ջանք ու եռանդ չխնայեց, բայց դա նրան լուսանցքում հայտնվելուց, ինչպես Փաշինյանն է ասում, քաղաքական կապիտալ դառնալուց չփրկեց։ Ընտրությունների արդյունքից դժգոհ մնացած իշխանությունն այս փուլում հեռացնում է նրանց, որոնց ըստ էության պատասխանատու է համարում անհրաժեշտ թվով քվեներ բերելու համար։ Միտումն առավել նկատելի է միջին օղակներում՝ քաղաքապետեր, համայնքապետեր, գերատեսչությունների աշխատակիցներ։ Երևանում արդեն այս գործընթացը սկսվել է։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ըստ տեղեկությունների մտադիր է աշխատանքից ազատել Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանին եւ այդ պաշտոնում նշանակել Քանաքեռ Զեյթունի նախկին ղեկավար Կարեն Հակոբյանին։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկինում այստեղ թաղապետ աշխատած Սաշա Կատվալյանը, որն ասում են վերջին ընտրություններում իրեն լավ է դրսևորել եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է։ Պետական գերատեսչություններում եւ պետական կառավարման այլ մարմիններում վերջին շրջանում բավականին մեծ թվով մարդիկ են կամ արդեն ազատվել աշխատանքից, կամ պատրաստվում դիմում գրել։ Գրում է մամուլն ու հավելում, ավելի հաճախակի են դարձել պարտադրանքները, սոցիալական ցանցերում ակտիվորեն շեյր անել ոչ միայն տվյալ գերատեսչության, այլև ընդհանրապես կառավարության գործունեությանն առնչվող հրապարակումները, ել չասած Նիկոլ Փաշինյանի գրառումները։ Կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էտել թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած։ Նախորդ տարի ապրիլին Գյումրու համայնքապետի ընտրության արդյունքների հետ մինչև այս պահը անհաշտ Փաշինյանը մտադիր է արագ արտահերթ ընտրություններ կազմակերպել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Փաշինյանին անհրաժեշտ է ունենալ յուրային իշխանություն Գյումրիում, որը հանրության շրջանում կկոտրի միասնական ընդդիմությամբ իշխանությանը հաղթելու ցանկացած տեսլական։ Այլ խոսքով որևէ տեղ Գյումրի 2 օպերացիան չպետք է իրատեսական լինի։ Եթե հանկարծ այս ժողովուրդը ճիշտ ընտրություն պետք է անի, մեզ իպես մարդիկ հաջողություն ստեսում, գնացեք այդպես ապրեք։ Հաջորդ թիրախը Վանաձորն է։ Այստեղ աշնանը հերթական ընտրություններն են լինելու։ Նախորդ ընտրություններում ընդդիմադիր տեխնացու Մամիկոն Ասլանյանը հաղթեց իշխանության տեխնացուին։ Փաշինյանը կրկին չհաշտվեց վանաձորցիների այս ընտրության հետ։ Սկսվեց հետընտրական իշխանազավթման գործընթաց։ Այն ավարտվեց Ասլանյանի կալանավորմամբ եւ քաղաքի կառավարումն արդեն մի քանի տարի մնացել է իշխանության համար ցանկալի ժամանակավոր պաշտոնակատարի հույսին։ Փաշինյանի համար Վանաձորը կներեք ոնց որ իմ եւ ձեր համար, ասենք Կաբո Վերդեում ինչ որ մի հատ, չգիտեմ, քաղաք կամ բնակավոր։ Հետեւաբար Փաշինյանի համար ինքը ինչ ուզում է, ինչ չի ուզում, ինքը եթե իր ուզած քաղաքապետը չլինի, ելի կկալանավորի, ելի քաղաքը կթողնի առանց քաղաքապետի եւ այլը, կարծես Փաշինյանը քուն քնում գիշերը երազում Վանաձորին կամ մյուս քաղաքներին է տեսնում։ Այս անգամ իշխանությունը փորձում է մի քանի սցենարով գնալ ընտրությունների։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն է ցանկանում Վանաձորի քաղաքապետ դառնալ։ Ըստ մամուլի Ալավերդի Մկրտչյանն արդեն դարձել է վանաձորցի։ Նա փոխել է իր մշտական գրածման հասցեն։ Այս պահին համայնքը ղեկավարող Արկադի Փելեշյանը, որն առավել հայտնի է ԱԿ մականունով, ըստ մամուլի կարող է ընդգրկվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակում եւ մասնակցել ընտրություններին։ Փելեշյանի երկրորդ համարի ներքո կլինի, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից եւ համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։ Սակայն սա, ասում են, իշխանության սցենարներից մեկն է։ Իդեպ 2026 թվականի աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ու բնականաբար իշխանությունը կփորձի այդ համայնքներում ամեն գնով իր համայնքապետերին ունենալ։ Սրան զուգահեռ չեն դադարում խոսակցությունները, թե ինչու է ի վերջո Փաշինյանն իր կուսակցության ակունքներում կանգնած թիմակիցներին լուսանցքում թողնում։ Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան, Մխիթար Հայրապետյան, Հայկ Սարգսյան։ Այս հարցում իր ուշագրավ պարզաբանումն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը։ Նիկոլ Փաշինյանը հիմա կարող է որ չի բացել, որ Արայիկ Հարությունյանից էլ ինքը փորձի ձերբազատվել, որովհետեւ ինքն հին
կորեզին բան անում, Հեռացնում։ հեռացնում է, որպեսզի Ինչու է խանգարում 5 օրիզը նրան կամ ինչով է Դե նայեք, հիմա նույնիսկ վերադառնանք Ալեն Սիմոնյանին։ Ասենք Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան Նիկոլ Փաշինյան մի քիչ ցածր չէ իր բանով, ռեյտինգով եւ այլ։ Եվ հետո, ասենք մի քիչ ներքև երևի Արայիկ Հարությունյան կամ Տիգրան Ավելյան, հետո մի քիչ ասած։ Հիմա եթե ինքը ուզում է այդ արանքը մաքրի, իրանից հետո պետք է վակուում լինի եւ բոլոր մյուսները։ Եվ այն աստվածային կարգավիճակը, որը ինքը ըստ էության շնորհում է իրան տոտալիտար համակարգի ղեկավար որպես դա է ուզում ապահովի։ Ասենք եկել են ապորս մարդիկ, որոնք որևէ կապ չունեն բանի հետ, ասենք ամեն ինչի հետ։ Եվ հիմա իրանք շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին, որ ասենք դիրք ունեն, պաշտոն ունեն եւ այլ, եւ պետք է ծառայեն իրեն կներեք բարի համար շան հավատարմությամբ։